Ընկերներ, ողջույն բոլորիդ, ձեզ հետ Արսեն Հարությունյանն է, Manifest միջազգային on-line դպրոցից։ Եվ ես ցանկանում եմ այսօր ձեզ հետ խոսել 5 ամենատարածված սխալներից, որոնք իրականացնում են սկսնակ տրեյդերները։ Եվ միանշանակ ասեմ, թե ինչպես խուսափել դրանցից։ Առաջին եւ թերևս ամենատարածված սխալներից մեկը, որ ներդրում են կատարում անհայտ ծագման թոքենների վրա։ Նախ, եթե listing է դեռ լինում եւ դեռ բիրժա դուրս չի եկել, պետք է ուսումնասիրել նրա այսպես կոչված white paper-ը, պետք է ուսումնասիրել blockchain-ը, պետք է հասկանալ ինչպիսի տվյալներ մենք ունենք այն խմբի մասին, որը որ ստեղծել է տվյալ token-ը կամ coin-ը։ Միանշանակ ընկերներ, ցանկացած նոր հայտնված token-ի վրա կամ coin-ի վրա ներդրում կատարելուց անհրաժեշտ է ուսումնասիրել ամբողջ իր, այսպես ասած, պատմությունը, թե որտեղից է առաջացել, ինչ բլոկչեյնի վրա է հիմնված, ով է կանգնած նրա թիկունքում։ Դա թերևս ամենատարածվածն է ընկերներ սխալներից։ Երկրորդը ինչն է, ակտիվները տրամադրում են ուրիշների, որպեսզի նրանք իրենց փոխարեն գործարքներ կատարեն։ Ինչի համար ընդհանրապես մեր ակտիվները տրամադրենք ուրիշների։ Ընդհանրապես դա մեզ պետք է։ Միթե ավելի լավ չէ թեկուզ ժամանակ տրամադրել, սովորել, իմանալ պատկերացումներ, ամեն ինչ ոլորտի վերաբերյալ եւ արդեն մենք ինքներս մեր գումարներով զբաղվենք տրեյդինգով։ Բնականաբար ես ընտրում եմ եւ ընդհանրապես բոլորը, ովքեր մի փոքր ավելի երկար են մտածում, ընտրում են այն տարբերակը, որ հենց իրենք պետք է իրենց գումարներով կատարեն ներդրումներ եւ վերցնեն իրենց եկամուտները։ Բացի դրանից, երրորդ տարբերակը կատարել գործարքներ ինտուիտիվ, ինտուիցիայի վրա հիմնվելով։ Մեկ անգամ կարող է հաջողության հասնենք, երկու անգամ էլ, բայց ոչ միշտ ընկերներ եւ հետագա մեր ամբողջ գործողությունները փոխվելու են անհաջողություններով, քանզի ինտուիտիվ ընդհանրապես չարժի։ Այսպիսի մի լավ խոսք կա, երբ որ դու խաղում ես բիրժայի հետ, երբ որ դու խաղում ես շուկայի հետ, դու պարտվում ես, այս երբ գրագետ աշխատում ես, դու աշխատում ես մեծ գումարներ, քանզի ոլորտը թերևս ամենաեկամտաբերն է եւ սխալներ չկատարելու դեպքում բնականաբար կունենաս լուրջ եկամուտներ։ Էլի ամենատարածվածներից ընկերներ, չենք տեղադրում stop loss, take profit։ Հույսներս դնում ենք, որ կբարձրանա, ինչքան էլ իջնի, մեկ այլի կբարձրանա, կամ եթե դրել ենք, որ short գործարք ենք օրինակ բացել, ցանկանում ենք գնի նվազման վրա գումար վաստակել, հույսերս դնում ենք, որ գինը քիչնի։ Ինչու համար։ Միթե ավելի լավ չէ մեզ ապահովագրել եւ խուսափել լիկվիդացիայից ընկերներ։ Բնականաբար միշտ տեղադրեք stop loss եւ take profit։ Դա է մեր ապահովագրությունը տվյալ ոլորտում։ Եթե դու հույսը դնում ես, չգիտեմ, հրաշքների վրա, այստեղ ընդհանրապես պետք չէ հրաշքների վրա դնել հույսը, քանզի ոլորտում հրաշքները ստեղծում ենք մենք ինքներս։ Ինչպես բացում ենք գրագետ գործարքներ եւ արդյունքում հրաշքներին համապատասխան գումարներ ենք վաստակում։ Բնականաբար դրա համար էլի պետք է սովորել ընկերներ, սովորել։ Եվ իհարկե ընկերներ, այսպես ագահությունից դրդված, գործարքներ ենք բացում բավականին մեծ պլիչոներով, ուսեր ասվածը, ավելի տարածված է պլիչո անվանումը։ Օրինակ ֆյուչերսային շուկայում marginal leverage, մինչև 100 անգամ մենք կարողանում ենք բազմապատկել։ Մարդիկ կան, որ 50x 30x, ինչի համար ընկերներ։ Այդ դեպքում բավականին շուտ կարող է լինել մեր լիկվիդացիան։ Ավելի լավ է մի քիչ ցածր, օրինակ 10x-ը բավականին նորմալ է, 10x-ով բացել գործարքներ, իսկ եթե սկսնակ եք, ապա 10x-ն էլ դեռևս իմաստ չունի։ Սկզբում բացեք 5x-ով, նույնիսկ 3x-ով, այնուհետև հաստատեք ձեր գիտելիքները, հաստատ իմացեք, որ այո, դուք կարողանում եք ձեր ամբողջ կատարած աշխատանքները, այսպես ասած, տալիս են արդյունքը եւ նոր արդեն բարձրացրեք պլիչոները, բայց բարձրացնելուց էլ ավելի շատ մի դրեք, քան օրինակ 15-ն է։ 15-ը բավականին նորմալ է ընկերներ։ Չէ, ես տեսնում եմ, որ մարդիկ գործարքներ են բացում 50x պլիչով եւ բողոքում են, որ իրենց ակտիվները լիկվիդացիա գնաց։ Այս ամենից խուսափելու համար պետք է միայն ու միայն սովորել ընկերներ, սովորել, ինչպես ասել է հայտնի պապիկը։ Ընկերներ, գրեք մեկնաբանություններում, ինչպիսի հարցեր կցանկանաք քննարկել միասին հետագա հոլովակներում։ Գրեք մեկնաբանություններում, բաժանորդագրվեք ալիքին եւ իհարկե հավանեք այս տեսանյութը, իսկ ձեզ հետ է Արսեն Հարությունյանը։